Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է բազմաթիվ հիվանդությունների եւ միակ առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք գիտեք, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ այս պահից սկսած ունեք 40-ից 45 րոպե զանգահարելու, գրելու մեզ եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին։ Մեր հեռախոսահամարն է 548934 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ ararat@tv.am Իսկ այսօր խոսելու ենք հետաքրքիր մի թեմայի շուրջ, մի նոր թեմա Հայաստանի համար, չնայած արդեն 10 տարուց ավելի պատմություն ունի, էրգոթերապիայի մասին է խոսքը, թե ինչ է էրգոթերապիան փոքր ծանոթման մեջ, իսկ հարցազրույցը մեր հյուրի Մարիան Նահարությունյանի հետ ծանոթումից հետո։ Էրգոթերապիան զբաղվում է մարդու կյանքի որակի լավացմամբ։ Քիչ չեն դեպքերը, երբ ինչ-որ հիվանդության կամ վնասվածքի հետևանքով մարդ կորցնում է շարժվելու, շարժումները հավասարակշռելու եւ ամենասովորական թվացող գործողություններ անելու կարողությունը։ Նման իրավիճակներին որպես կանոն հետևում է նաեւ հոգեվիճակի անկայունացումը եւ վերականգնողական համակցված աշխատանքների նպատակն է դառնում ոչ միայն առօրյա կյանքի հմտությունների վերուսուցումը, այլև հոգեկան հավասարակշռությունը կայուն պահելը։ Այդ ժամանակ է, որ մարդկանց իրենց մասնագիտական օգնությունն են առաջարկում էրգոթերապիստները։ Կան երկրներ, որտեղ այդ գործն անում են բժիշկ էրգոթերապևտները։ Հայաստանում սա ընդգրկված է ոչ թե բժշկական, այլև մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում։ Սակայն էրգոթերապիստների մասին քչերը գիտեն, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ում դիմել, որտեղ փնտրել էրգոթերապևտի մասնագիտական օգնություն, հատկապես որ խնդիրների դեպքում է անհրաժեշտ այդ թերապիան։ Ինչով են տարբերվում էրգոթերապիայի մեթոդները երեխաների եւ մեծահասակների համար եւ որքան ժամանակ է հարկավոր պարապմունքների առաջին պտուղները քաղելու համար։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր էրգոթերապիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիան Նահարությունյանն է եւ մենք խոսում ենք էրգոթերապիայի մասին։ Զանգահարեք ձեր հարցերով 54 89 34 հեռախոսահամարով։ Բարև ձեզ Մարիաննա։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Իսկապես ես կարդում էի հաղորդումից առաջ էրգոթերապիան որքան եւ նոր արտահայտություն է մեզ համար, բայց արդեն 2003 թվականից սկսած, եթե չեմ սխալվում, մանկավարժական համալսարանում կա այդ դասընթացը, չգիտեմ ինչ տեսքով ամբիոնի, թե առանձին դասերի, այնուամենայնիվ դեռ շատ քչերը գիտեն այս մասին։ Ընդհանրապես քանի շրջանավարտ եք արդեն ունեցել, ովքեր ընտրել են այս մասնագիտությունը եւ փորձենք բացահայտել այսօր, թե ի վերջո դա ինչ է, ովքեր կարող են օգտվել դրանից, որտեղ եւ ինչպես։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար, Արնե ջան։ Մասնագիտությունը առհասարակ եկել է Հայաստան 2003 թվականին եւ այստեղ շատ մեծ դեր է ունեցել արվեստերեկային կենտրոնը, Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանը եւ այլ կառույցներ, եվրոպական եւ տեմպուս կրթական ծրագրերը եւ Եվրոպայի էրգոթերապիայի բարձրագույն կրթության ցանցը, որոնց ջանքերով որ ներդրվել է մասնագիտությունը եւ 2004 թվականից արդեն սկսվել է կրթական գործընթացը Հայաստանում եւ Վրաստանում, այսինքն դա զուգահեռ է եղել, ուսուցումը եղել է մոդուլներով, մի մոդուլ եղել է Հայաստանում, հաջորդը Վրաստանում եւ այդպես 3 տարվա ընթացքում նույնպես մանկավարժներն են սովորել։ Այո, նույնպես մանկավարժականի կառուցվածքում է եղել, անկեղծ ասած, ամբողջ աշխարհում էրգոթերապիան համարվում է պարաբժշկական գիտությունների ցանկում է նա գտնվում, բայց մեզ մոտ բավականին հետաքրքիր է, որ նա իր տեղը գտավ մանկավարժականում, քանի որ այնուամենայնիվ մեզ մոտ հիմքում ընկնում է ուսուցումը, հա, մենք այդքան չենք բուժում, ինչքան մարդուն սովորում ենք ապրել ավելի հեշտ, սովորում ենք հեշտացնել իր առօրյա դժվարությունները, սովորում ենք սովորել այն հմտությունները կամ վերգտնել իրեն կյանքում լիարժեք որակյալ կյանք վարելու համար։ Այդ առումով ես կարծում եմ, որ բավականին նպատակային է, որ հենց բաժինը բացվեց մանկավարժականում եւ 2007 թվականին եղան առաջի շրջանավարտները, ասեմ, որ ուսումնական գործընթացը շատ բարդ էր։ Դա հատուկ կրթության ֆակուլտետի բաժիններից մեկի մասին է։ Այո, հենց հատուկ կրթության ֆակուլտետում կա լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոն, որտեղ որ
էրգոթերապիա մասնագիտացումը ներդրված է։ Եվ ուզում եմ ասել, որ սկզբից մենք սկսում էինք բավականին մեծ խումբ էր, 16 հոգուց էր բաղկացած մեր խումբը, բայց ի վերջո մենք ավարտեցինք ընդամենը 6 հոգով, որովհետև իրոք շատ ծանր, բարդ գործընթաց էր, պահանջը այնպիսին էր, որ մենք բոլորս պետք է արդեն ունենայինք բարձրագույն կրթություն, այնուհետև պետք է աշխատեինք սոցիալական կամ մանկավարժական ոլորտում եւ բոլորս եւ աշխատում էինք եւ սովորում էինք, շատ դժվար էր։ Եվ այնուհետև 2005 թվականին արդեն ընդունելություն կատարվեց բակալավրի մակարդակով, արդեն ընդունվեցին ուսանողները եւ այսօր մենք արդեն ունենք շուրջ 70 շրջանավարտ եւ ուրախ ենք ասել, որ այդ 70 շրջանավարտներից 25-ը արդենից աշխատում են որպես էրգոթերապիստներ Հայաստանի Հանրապետության տարբեր պետական եւ ոչ պետական կազմակերպություններում եւ ունենք 4 շրջանավարտ, որոնք աշխատում են արտասահմանում նույն դիպլոմով առանց որևէ հավելյալ վերապատրաստումների աշխատում են որպես էրգոթերապիստներ, այո։ Մարիաննա, դուք նշեցիք, որ էրգոթերապիստը սովորեցնում է մարդուն սովորել, գուցե նաև այն նույն հմտություններն ու կարողությունները վեր սովորել, հա, եթե կրկնակի անգամ սովորել, որ կորցրել է ինչ-որ առիթով։ Իսկ ինչ է սովորում 4 տարի շարունակ էրգոթերապիստը համալսարանում։ Դա դուք նշեցիք, որ աշխարհում շատ դեպքերում կից է գնում բժշկական կրթությանը, բայց մեր դեպքում մանկավարժական կրթությանը։ Դուք 4 տարի շարունակ, միթե դա այդքան ժամանակ է պահանջում, թե կարելի է մեկ դասընթացով այդ հմտությունները սովորել, հետո փոխանցել մարդը։ Իրականում դա իրոք պահանջում է 4 տարի, քանի որ այդ 4 տարվա ընթացքում մեր ուսանողները անցնում են տարբեր մոդուլներ, քանի որ էրգոթերապիան դա շատ լայնածավալ մասնագիտություն է, հա, փորձեմ այսպես բացատրել, քանի որ այն իր գործունեությունն է ծավալում եւ մանկաբուժության ոլորտում, եւ նյարդաբուժության ոլորտում, եւ վնասվածքաբանության, հոգեբուժության ոլորտում, ծերերի հետ աշխատանքում, առանձին աուտիկ երեխաների հետ աշխատանքում եւ այդ բոլոր մոդուլները ուսանողները անցնում են 4 տարիների ընթացքում։ Եվ երբ ավարտում են, նրանք արդեն ունենում են որակավորում, թե աշխատելուց հետո նոր ստանում են, ասենք, որ այս էրգոթերապիստը ավելի մասնագիտացված է աուտիզմ ունեցող երեխայի հետ աշխատելու համար, մյուսը կաթված ստացած մարդու հետ։ Ասեմ, մեզ մոտ այնպես է դրված, որ ուսանողները հենց առաջին կուրսից սկսում են կատարել նախագծային աշխատանքներ։ Եվ մինչև 4-րդ կուրս նրանք իրագործում են տարբեր նախագծային աշխատանքներ, տարբեր ոլորտներում արկա շահառուների հետ։ Եվ արդեն 4-րդ կուրսում նրանք անում են ամենամեծ նախագիծը իրենց ամբողջ կրթական տարիների ընթացքում եւ ապա այդ նախագիծը հիմք է ապագայում հանդիսանում նրանց թեզի համար։ Եվ արդեն երբ որ նրանք գրում են այդ վերջին նախագիծը, արդեն ըստ նախասիրությունների իրան գտնում են իրենց այս կամ այն ոլորտում։ Օրինակ մենք ունենք ուսանողներ, որոնք ասում են ես կաշխատեմ ծերերի հետ, դա է իմը։ Ունենք ուսանողներ, որոնք գտնում են մանկաբուժության ոլորտում, դպրոցական պրակտիկայում, տարբեր տեղեր, բայց դա զուտ ուսանողից է կապված, քանի որ ես կարծում եմ, որ ուսանողը ինքը պետք է ընտրի իր ոլորտը ավելի եւ ավելի հաճույքով աշխատելու համար։ 70 շրջանավարտներից այսօր Հայաստանում քանիսն են, որ Հայաստանում աշխատում են եւ հենց մասնագիտությամբ։ Մոտ 25-ը աշխատում են որպես էրգոթերապիստ։ Եվ պետական հաստատություն, օրինակ դուք գիտեմ, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում եք աշխատում եւ գործակալությունը որոշել է, եթե չեմ սխալվում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հենց առաջարկով էրգոթերապիստ ունենալ, նաեւ մարդկանց կարիքները գնահատելու համար, ճիշտ։ Բայց բոլորը չէ, որ կարող են այդ հանձնաժողովներում եւ գործակալությունում աշխատել։ Հասարակական կազմակերպություններն են իրացվում, թե մենք ունենք 4 էրգոթերապիստ, որոնք աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը, ունենք 4 էրգոթերապիստ, որ աշխատում են իմ ուղին հասարակական կազմակերպությունում, 4 էրգոթերապիստ աշխատում են Արբես ցերեկային կենտրոնում եւ 2-3 հոգի մանկապարտեզներում, նոր ստեղծված Արբես ցերեկային կենտրոնի կողմից, ունենք Փրկություն հասարակական կազմակերպությունում աշխատող էրգոթերապիստ, դե ԲՍՊ-ն արդեն նշեցիք, ունենք երեխայի բժշկասոցիալական
սոցիալական հոգեբանական կենտրոնում արդեն աշխատող էրգոթերապիստներ եւ այստեղ մենք իրոք հպարտանալու տեղ ունենք, քանի որ օրեցօր էրգոթերապիստների պահանջարկը աճում է։ Օրեցօր մենք ավելի ու ավելի զանգեր ենք ստանում, որ պահանջվում է էրգոթերապիստ այս կամ այն հաստատությունում։ Եվ հատկանշական է նաեւ այն, ես նշեցի 20-ը աշխատում են որպես էրգոթերապիստ, երևի մնացած 50-90% աշխատում է այսպես թե այնպես ցանկացած ծրագրերում եւ նրանք ընդգրկում են այդ ծրագրերում ի շնորհիվ այն հմտությունների, որոնք ձեռք են բերել նրանք իրենց ուսումնառության տարիների ընթացքում սովորելով էրգոթերապիա մասնագիտությունը։ Այո, հիմա անդրադառնանք հենց մասնագիտությանը ավելի բուն։ Դա օկուպացիոն թերապիա կամ զբաղվածության թերապիա այդպես է թարգմանվում։ Ինչ զբաղվածության մասին է խոսքը եւ արդյոք միայն զբաղվածությունն է, որ պիտի ունենա թերապևտիկ նշանակություն, թե այլ հմտություններ նույնպես այս դեպքում պետք է մարդուն սովորեցնել։ Երբ որ մենք խոսում ենք զբաղվածություն, առհասարակ մենք նկատի ունենք ամեն ինչ։ Դա այն առօրյա գործողություններն են, որը կատարում է մարդը։ Հիմնականում պայմանականորեն մասնագիտության մեջ մենք զբաղվածությունը բաժանում ենք 3 հիմնական խմբերի, դա ինքնասպասարկումն է, աշխատանքը եւ ուսումնառությունը եւ ժամանցը։ Այսինքն դա այն գլոբալ 3 մեծ ոլորտներն են, որոնցում առհասարակ մարդը ապրում է որպես մարդ էակ։ Եվ եթե խաթարվում է որևէ այս օղակներից մեկը եւ որևէ միտեղ անձը դժվարություն է զգում, այդտեղ արդեն նրան կարող է օգնության գալ էրգոթերապիստը։ Մենք օրինակներով ներկայացնենք, որպեսզի մեր հեռուստադիտողներին ավելի պարզ լինի։ Օրինակ, հենց երբ մարդը կաթված է ստանում, այո, կաթված է ստանում եւ կորցնում է ունակությունը հագնվելու, հանվելու, ինչու՞ չէ նաեւ սնունդ ընդունելու, պետքարանից օգտվելու, այն առօրյան, ինչը որ նա սովորաբար արել է եւ ոչ մի անգամ չի մտածել դրա համար, թե նա այս գործողությունը անում է սկզբից վերցնում է սա բանը, երբ որ այդ մի օղակը խանգարվում է ամբողջ կենսագործունեությունը անձի։ Եվ այդտեղ հենց գալիս են օգնության էրգոթերապիստները, որոնք որ օգնում են գտնել, վերգտնել անձին, դառնալ ավելի ինքնուրույն, դառնալ ավելի ինքնավար, ինչը եւ մեր մասնագիտության կարգախոսն է, եւ հնարավորինս մասնակցություն ունենալ առօրյա կյանքում։ Հիմնականում միջամտությունը կառուցելիս էրգոթերապիստները հենվում են 4 հիմնական սկզբունքների վրա, դա ուսուցումն է, զարգացումն է, հարմարեցումն է եւ վերականգնումն է։ Կախված նրանից, թե ում հետ մենք գործ ունենք, թե ով է մեր շահառուն կամ ով է մեր այցելու։ 4 ուղղություններով էլ էրգոթերապիստը կարողանում է լիարժեք օգնել մարդուն։ Ասենք ուսուցումը, ասենք երեխան խնդիր ունի եւ 7-րդ դասարանում է։ Էրգոթերապիստը կարողանում է նրան ֆիզիկայի եւ քիմիայի առաջադրանքներին օգնել ճիշտ ուսուցում ապահովել։ Ուսուցում ասելով երևի թե ես մի քիչ այլ բանի նկատի ունեի, ուսուցում երբ որ մենք սովորեցնում ենք երեխային անել այս կամ այն գործողությունը։ Օրինակ նույնը դպրոցում բռնել գրիչը, օգտվել գրատախտակից, հա։ Երեխաներ ունենք, որ ունեն դիսգրաֆիա, դիսլեքսիա, իրանք դժվարություններ են ունենում ուսուցման գործընթացում։ Ուսուցում ասելուց սովորեցնում ենք այն, ինչը որ անձը չգիտի։ Իսկ երբ որ մենք խոսում ենք վերականգնման մասին, դա այդ ձեր նշած դեպքը նաև կաթվածի հետ կապված։ Դա այն հմտությունն է, որը որ անձը ունեցել է, սակայն ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառով նա կորցրել է այդ հմտությունը։ Այստեղ արդեն մենք խոսում ենք վերականգնման մասին։ Տարբերությունը ուսուցման եւ վերականգնման։ Մարիաննա, մյուս կետերին անդրադառնանք փոքր գովազդային դադարից հետո։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք խոսում ենք մի հետաքրքիր թեմայի շուրջ, դա մի մասնագիտություն, որ նորություն է Հայաստանի համար, կոչվում է էրգոթերապիա եւ էրգոթերապիստները մասնագետներ են փաստորեն, ովքեր օգնում են մարդուն վերականգնել ամենատարական նույնիսկ թվացող հմտությունները, որ ինչ որ առիթով, ինչ որ պատճառով կյանքում կորցրել են կամ երեխաների դեպքում զարգացնել այդ հմտությունները եւ մեր հյուրն է էրգոթերապիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիաննա Հարությունյանը, զանգահարեք 54 89 34 եւ ուղղեք ձեր հարցը մեր հյուրին, այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապօգնություն հաղորդաշարը։
Այսօրվա մեր թեման էրգոթերապիան է եւ մեր տաղավարում է էրգոթերապիստ Մարիաննա Հարությունյանը։ Էրգոթերապիստները մասնագետներ են, ովքեր օգնում են վերականգնել այն հմտությունները մարդուն, որ կորցրել է որևէ մի առիթով, որևէ առողջական խնդրի կամ վնասվածքի հետևանքով։ Եթե ունեք հարցեր, զանգարեք 5489 34 հեռախոսահամարով կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ արատ gzig.tv.am էլեկտրոնային հասցեով։ Մարիաննա, մենք խոսում ենք ուսուցման, զարգացման, հարմարեցման եւ վերականգնման մասին։ Հասկացանք, որ ուսուցումը միայն չի նշանակում դասերը սովորեցնել, կարճ ասած, այլ այն տարական ուսուցման մեթոդներով, հա, որ պետք է երեխան կամ մեծահասակը նորից սկսի սովորել ինչ-որ բաներ։ Զարգացման մասին ինչ կասեք։ Զարգացումը դա երբ որ ցանկացած մարդ զարգանում է, դա բնականon ընթացք է, բայց երբ երեխան ունի զարգացման որևէ հապաղում, որևէ մի խնդիր, ապա անպայման մենք ուշադրություն ենք դարձնում նրա զարգացման առանձնահատկությունների վրա։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք երեխային երկարաժամկետ եւ տեսնում ենք, որ երեխան արդեն կարողանում է ավելի դժվար գործողությունները կատարել, դա նշանակում է, որ երեխան զարգանում է։ Եվ այստեղ էրգոթերապիստը օգնում է նրան այդ ավելի արագացնել այդ զարգացման գործընթացը։ Օրինակ, երբ որ երեխան դժվարանում է գթալը բռնելուց, սպաստիկայի խնդիրներ կան, տարբեր խնդիրների պատճառով, պետք չի անպայման նշել խնդիրը որն է։ Երբ որ երեխան արդեն սկսում է փորձ անել անգամ թեթևակի բռնել այդ գթալը, էրգոթերապիստի արդեն հաջորդ քայլն է, որ նա կարողանա կիրառի այդ գթալը, որ նա կարողանա ապուրը վերցնի գթալով, որ նա կարողանա գթալը մոտեցնի բերանին։ Դա քայլ-քայլ ուսուցումն է, որը որ հիմնվում է երեխայի զարգացման վրա։ Ինձ թվում է էրգոթերապիստների աշխատանքները այնուամենայնիվ շատ կախված են բժշկական միջամտություններից նաև, որովհետև ի վերջո ինչքան էլ էրգոթերապիստն ուզի, որ այդ երեխան վերցնի գթալը եւ տանի դեպի բերանը, եթե բժշկական առումով նրա ձեռքը ի վիճակի չլինի դա կատարելու, լինում են հրաշքներ, որ էրգոթերապիստները կարողանում են հասնել դրա։ Լինում են հրաշքներ, բայց ինչպես մենք գիտենք, մեր կյանքում հրաշքները այդքան շատ չեն, բայց հրաշքներ լինում են եւ դա լինում է մասնագետի ջանքերով, մասնագետի կատարած աշխատանքի շնորհիվ։ Այսինքն, եթե անհրաժեշտ բժշկական միջամտության դեպքում, կանխարգելիչ միջոցառումների դեպքում հնարավոր կլիներ տվյալ նպատակին ավելի շուտ հասնել, այս դեպքում արդեն էրգոթերապիստը կարող է բավական երկար ժամանակ ծախսի անգամ մի փոքր նպատակի հասնելու համար։ Որքան ժամանակ։ Սովորաբար էրգոթերապիստի աշխատանքի պտուղները երբ են երևում։ Ես ասեմ, նախ եւ առաջ նշեմ, որ էրգոթերապիստը եւ էրգոթերապիան առհասարակ դա այցելուակենտրոն մոտեցում է։ Այն երբեք ունիվերսալ չէ։ Երբ որ մենք աշխատում ենք մարդու հետ, մենք աշխատում ենք մարդու հետ որպես միակ եւ անկրկնելի օրինակ։ Եվ տարբեր խնդիրների հետ ենք մենք աշխատում։ Հստակ ասել այս ժամանակաշրջանում էրգոթերապիստը լուծում է խնդիրը հնարավոր չէ, որովհետեւ մենք կարող ենք աշխատել մանկաբուժության ոլորտում խնդիր ունեցող, վնասվածքաբանության, նյարդաբուժության, ծերաբուժության, դա կապված է զուտ անձից եւ նրա խնդրից եւ նաև ցանկությունից վերականգնվելու։ Այո։ Օրինակ, երբ որ մենք աշխատում ենք ծնողների հետ, շատ ժամանակ անգամ ծնողների կարծրատիպերը կարող են խանգարել, որ երեխայի մոտ զարգանա այդ ֆունկցիան, որի վրա որ մենք աշխատում ենք կամ ցանկությունը եւ ընդհակառակը կարող է շատ օգնող գործոն դա հանդիսանալ։ Միանշանակ ասել, որ այսքան ժամանակահատվածում դա սուտ կլինի եւ ոչ մի մասնագետ, այո, դա չի կարող ասել։ Մինչեւ երեխաներին ավելի մանրամասն անդրադառնալը նաև խոսենք հարմարեցման եւ վերականգնման մասին, կարծում եմ հեռուստադիտողներին հատկապես երեխաների թեման շատ կհետաքրքրի, բայց ինչ ենք նկատի ունենում հարմարեցում ասելով։ Ուրեմն ասեմ նախ ինչի վրա է հիմնվում էրգոթերապիա մասնագիտությունը, այն հիմնականում հիմնվում է անձ զբաղվածություն եւ միջավայր գործոնների վրա։ Այդ երեք օղակների համախմբվածությունն է եւ տարանջատումը մեկը մյուսից հանդիսանում հիմք մեր մասնագիտության համար։ Միջավայրային գործոնները մեզ համար շատ կարևոր են եւ հարմարեցում ասելով մենք նկատի ենք ունենում ինչպես անձի հարմարեցումը միջավայրին, այնպես էլ միջավայրային պայմանների հարմարեցումը, քանի որ շատ դեպքերում մենք ինքներս առնչություն ենք ունենում հաշմանդամ ունեցող անձանց հետ եւ ակնառու տեսնում ենք, որ մարդը կարող էր
տվյալ խնդիրը չունենան, եթե հարմարեցված լիներ միջավայրը։ Այո, լիներ հարմարեցված միջավայր։ Այդ իսկ առումով մեզ համար շատ կարևոր է այդ միջավայրային գործոնը, եւ հարմարեցում ասելով մենք ի նկատի ունենք առհասարակ ամեն ինչը, սկսած հարմարեցված խոհանոցից, հարմարեցված կենցաղային պարագաներից, հարմարեցված հագուստից, անվասայլակից, մինչև ավելի բարդ շենքերի շինությունների հարմարեցումները եւ այլն։ Այդ ամեն ինչը ինչպես կարելի է ձեռք բերել էրգոթերապիստի ցուցումով, շատ հաճախ նաև էրգոթերապիստները իրենք են պատրաստում իրենց ձեռքերով տվյալ անձի համար անհրաժեշտ հարմարանքը եւ տրամադրում նրան, ինչը որ հեշտացնում է նրա գործողությունը, որում որ խնդիր կար։ Եվ վերջապես վերականգնումը։ Վերականգնումը դա այն կորցրած ֆունկցիաներն են, որոնք որ վերականգնում են եւ էրգոթերապիստը արդեն աշխատում է այստեղ վերականգնելու վրա, հա, մենք վերեցինք նաև ուղեղի կաթվածի խնդիրը, երբ որ մարդ ունեցել է այդ գործողությունը, նա կատարել է, նա երբևիցե չի մտածել, դժվարություններ չի ունեցել, բայց մի պա եղավ այդ կաթվածը եւ մարդու կյանքը կարծես թե կանգ առավ։ Եվ այդ բոլոր գործողությունների վերականգնման մեջ էրգոթերապիստը մասնակցում է գնահատելուց իհարկե հետո այցելուի վիճակը, թե ինչքանով է ռեալ վերականգնվելը, ինչ շեմ կարելի է ակնկալել վերականգնման։ Այդ ժամանակ բավականին սերտ համագործակցություն է գրում նաև ընտանիքի անդամների հետ, խնամքը իրականացնողների հետ, ցուցումները տրվում են եւ խնամողներին, եւ ընտանիքի անդամներին, եւ անձին։ Մարիաննա, որքան հստակ է լինում այս դեպքում սահմանը էրգոթերապիստի եւ հատուկ մանկավարժի միջև, որովհետեւ գիտենք, որ օրինակ տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող հատուկ մանկավարժները կարծես իրենք էլ այդ գործառույթները վերցրել են իրենց վրա, այդ աշխատանքը կատարում են։ Այս դեպքում բաժանումը աշխատանքի տեսակ ինչպես է հստականում։ Հստակությունը գալիս է նրանից, որ էրգոթերապիան հենց ինքն ոչ միայն մանկավարժական մասնագիտություն կամ գիտություն է, էրգոթերապիան էկլեկտիկ գիտություն է, որը իր հիմքում վերցնում է եւ իր հիմքում է դնում տեսություններ սոցիոլոգիայից, հոգեբանությունից, մանկավարժությունից, բժշկությունից, կինեզիոլոգիայից, բիոինժեներիայից եւ այլն, ինչը հատուկ մանկավարժությունը իր հիմքում չի դնում։ Մանկավարժությունը զուտ մեթոդիկաներ են, որոնք որ զարգացնում են եւ կիրառվում են ինչ որ խումբ անձանց հետ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ։ Էրգոթերապիան հիմնվում է ամբողջովին այցելուակենտրոն մոտեցման վրա եւ զուգահեռ են մանկավարժական, հոգեբանական եւ բժշկական միջամտությունները։ Այսինքն, երբ պլանավորվում է միջամտությունը եւ կազմում է միջամտության պլանը, այդ բոլոր գիտելիքները եւ այդ բոլոր ասպարեզները իհարկե հաշվի են առնվում։ Այո, մենք ստացել ենք հարց էլեկտրոնային փոստով, հեղինակը գրում է. Բարև ձեզ, խնդրում եմ Մարիաննային ավելի մանրամասն խոսել աուտիզմ ունեցող երեխաների հետ կատարվող էրգոթերապևտիկ աշխատանքների մասին։ Սիրով, շատ շնորհակալություն հարցի համար։ Աուտիզմով երեխաների հետ աշխատանքը ներկայումս էրգոթերապիստները իրականացնում են ինչպես Արբես ցերեկային կենտրոնում, այնպես էլ Իմ ուղին հասարակական կազմակերպություններով։ Նաև մենք ունենք մասնագետ, շատ լավ մասնագետ, որը աշխատում է մասնավոր ոլորտում եւ նա աշխատում է հենց աուտիզմով երեխաների հետ։ Այստեղ աշխատանքը կարող է լինել բազմաբնույթ, սկսված շփումից մինչև առօրյա գործողություններ, ինքնասպասար ուտել, հագնվել, դպրոց գնալ անգամ, այդ ամեն ինչը այն խնդիրները, որոնք որ ունենում են այս երեխաները, միշտ էրգոթերապիստի ուշադրության կենտրոնում է։ Եվ անհատապես կազմվում է պլան, այո, անհատապես, այո, ես հիմա կարող եմ ընդհանուր խոսել, թե որ խնդիրների հետ ենք առնչվում, բայց առհասարակ, երբ որ երեխան ունի այդ խնդիրը, նախ եւ առաջ կատարվում է գնահատում, երեխայի վիճակի գնահատում, վեր են հարվում դրա հիմնախնդիրները, ծնողի հետ քննարկվում են այդ հիմնախնդիրները եւ այնուհետեւ եւս մեկ անգամ կատարվում է գնահատում կամ դիտարկում կամ հարցազրույց, առհասարակ ցանկացած մեթոդներն են գնահատման կիրառվում, վեր են հանում հիմնախնդիրները եւ արդեն իսկ հաշվի առնելով երեխայի ուժեղ կողմերը կազմում է միջամտության պլան, քանի որ մենք միշտ հիմքում դնում ենք երեխայի ուժեղ կողմը, մենք օգտագործում ենք այն ռեսուրսը, որը հենց ինքը երեխան տալիս է մեզ, որովհետեւ մենք կարծում ենք, որ չկա այնպիսի երեխա, որը չունի ռեսուրս, իրանք իրոք հրաշքներ են, որոնք որ ունեն անսպառ ռեսուրսներ եւ մենք դա օգտագործում ենք մեր մասնագիտության մեջ։ Այո, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին Մարիաննա, ալո։ Բարև ձեզ, բժշկուհի ջան, ուրախ եմ այս հաղորդաշարի համար։
Ես զանգահարել եմ ամուսնուս համար, ամուսինս հեմորագիկ ինսուլտ է տարել 13 թվականից, ձախ կողմը պարալիզվել է, վերականգնողական բուժումներ ստացել ենք, բայց հիմա դժվարանում ենք հագնվելուց, շարժվելուց, ես խնդրում եմ, եթե ինչ-որ ձեր թերապիան կարող է օգնել, մեզ ուղղություն ցույց տաք, որ վերականգնողական աշխատանքներ գնան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն ձեր հարցի համար։ Եթե ձեր խնդիրները այն խնդիրներն էին, որոնք որ դուք նշեցիք, դա իրոք էրգոթերապևտի միջամտության կարիք, դուք ունեք իրոք էրգոթերապևտի միջամտության կարիք, բայց ցավոք սրտի այսօր մենք չունենք այնպիսի վերականգնողական կենտրոն, որը որ ունի էրգոթերապիստ, որոնք որ աշխատում են նյարդաբանական խնդիրներով անձանց հետ։ Մենք կարող ենք ձեզ տրամադրել մասնավոր ծառայություններ, այո, անհատներ, եւ ինչպես նաեւ կարող ենք ձեզ մեթոդական օգնություն ցուցաբերել եւ մենք ունենք շատ լավ ուսանողներ, որոնք որ կարող են տուն այց կատարել, ձեզ օգնել այդ Ես հենց այդ տուն այցերի մասին էի ուզում հարցնել։ Խնդիրները հաղթահարելով։ Բացի ուսանողներից, ընդունված է Հայաստանում պրակտիկան, որ աշխատող մասնագետը ինքը նաեւ տուն այցերի միջոցով կազմակերպի այդ դասերը, հա, այո, էրգոթերապիստի մասնագիտության մեջ մտնում է այդ պարտավորվածությունը, որ նա պետք է կատարի տուն այցեր, քանի որ երբ որ անձը քեզ դիմում է որևէ մի խնդրով եւ այդ խնդիրը օրինակ կապված է ինքնասպասարկման հետ, դու անպայման պետք է դիտարկես իրեն իր միջավայրում, որովհետեւ իհարկե դա հնարավոր է անել կլինիկաներում եւ այնտեղ որտեղ որ այցելուն դիմել է, բայց շատ ժամանակ կլինիկաները որպես այդպեսին հարմարվեցված են լինում։ Մենք պետք է գնանք տուն, դիտարկենք, գնահատենք տան միջավայրը, որ տեսնենք թե խնդիրը իրականում որտեղից է ծագում։ Դա շատ կարեւոր է տուն այց կատարելը։ Այո, մեր պրակտիկայում դա ընդունված է եւ այո, էրգոթերապիստները իրականացնում են տուն այցեր հենց զուտ այդ միջավայրային պայմանները գնահատելու համար։ Գուցե հաղորդումից հետո հարգելի հեռուստադիտող նորից զանգահարեք եւ Մարիաննան այն ավելի կառուցվածքային, այո, կտա, որ աշխատում է նման խնդիրներով մարդկանց հետ։ Մարիաննա, անդրադառնալով երեխաների թեմային կրկին, հեռուստադիտողը աուտիզմ ունեցող երեխայի մասին էր հարցնում, մյուս խնդիրների դեպքում, օրինակ, եթե Դաունի սինդրոմ կա երեխայի մոտ, կրկին էրգոթերապիայի առանձին մեթոդները կարող են օգտակար լինել եւ արդյոք Հայաստանում կան նաեւ այդ ուղղվածությամբ աշխատող մարդիկ։ Մենք ունենք Խարբերդի մասնագիտացված մանկատանը աշխատող էրգոթերապիստներ, որոնք աշխատում են տարաբնույթ խնդիրներ ունեցող երեխաների հետ, դրա մանկական ուղեղային կաթվածն է, Դաունի սինդրոմն է եւ իրոք բազում խնդիրներ են, եթե դուք ծանոթ եք Խարբերդի մանկատան կոնտինգենտի հետ, խնդիրները այնտեղ բազում են եւ միջամտությունը կատարվում է իմ արդեն իսկ ներկայացված ձևով, երբ որ գնահատվում է, վերահանվում խնդիրը, այսինքն մեզ համար մեր մասնագիտության առանձնահատկությունը հենց նա է, մեզ համար կապ չունի որն է խնդիրը առողջական, մեզ համար կապ ունի որն է խնդիրը կենսագործունեության հետ կապված եւ ինչպես մենք պետք է օգնենք մեր այցելուին հաղթահարել այդ խնդիրը։ Դիագնոզը, ախտորոշումը, ախտանիշները հիվանդության մեզ համար որպես մասնագետներ այդքան էլ կարևոր չեն, այսինքն մենք չենք որոշում, որ այո, մենք միջամտություն կարող ենք իրականացնել, քանի որ հիվանդը ունի այս ախտանիշները։ Մենք դիտարկում ենք նրան որպես կոմպլեքս եւ մեր մոտեցումը իրոք համակարգված է եւ մենք վեր ենք անում մեզ համար կարևոր է պահպանված ուժեղ կողմերը, որի վրա որ մենք կարող ենք հենվել։ Այո։ Մարիաննա, վերցնենք այսպիսի իրավիճակ, եթե երեխան օրինակ աուտիզմ ունի եւ գալիս է էրգոթերապիստի մոտ պարապմունքների, ասենք թե շաբաթական մի քանի օր, բայց այդ երեխան իր հիմնական ժամանակը անցեկացնում ընտանիքում տան անդամների հետ, ընտանիքի հետ եւ արդյոք էրգոթերապիստի դասերին մասնակցում է նաեւ ծնողը եւ արդյոք կան առանձին դասեր նաեւ ծնողների համար, թե որ ծնողը նույնպես սովորեցնել։ Իմ կարծիքով դա մեծ անհրաժեշտություն է եւ ձեր պրակտիկայի մասին։ Այո, եւ դա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ դա պարտադիր պայման է մեր մասնագիտության մեջ, որովհետեւ մենք երբեք այսպես ասած հույսներս չենք դնում միայն այն միջամտության համար, ինչ էրգոթերապիստը արեց հիմա եւ այստեղ։
քանի որ ավելի կարևոր է թե ինչ է արվում երեխայի հետ տանը, թե ինչ միջամտություն է, ինչ մոտեցում է ցուցաբերում ծնողը։ Եվ այդ իսկ պատճառով ի սկզբանե բոլոր դասընթացներին, հա, այդպես ասեմ, կամ միջամտության ժամանակ մասնակցում է ծնողը։ Յուրաքանչյուր միջամտություն կամ մեթոդ, որ կիրառվում է երեխայի հետ, ծնողին բացատրվում է, թե դա ինչի համար է եւ նպատակը դրա որն է։ Շատ ժամանակ ծնողին կարող է թվալ, թե իր երեխայի հետ ուղղակի խաղում են եւ դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, բայց իհարկե ծնողը իրավացի է, քանի որ նա կողքից դիտարկում է եւ տեսնում է խաղ։ Այդ իսկ պատճառով մենք շատ կարեւոր ենք համարում ծնողին բացատրել, թե որն է այդ խաղի էությունը, ինչու ենք մենք հենց այդ խաղը խաղում իր երեխայի հետ եւ ինչու է դա անհրաժեշտ եւ հետեւաբար այնուհետև տարցուցումներ, որ նա պետք է շարունակի տանը շարունակաբար անել մեր կողմից առանձնացված նպատակին հասնելու համար։ Այսինքն մեզ մոտ պարտադիր պայման է ծնողի մասնակցությունը։ Ծնողի մասնակցությունը երեխաների պարագայում արդյունավետությունը ավելի բարձր կլինի, եթե արդյունքը մեծ կլինի։ Մարիաննա, դուք ասացիք, որ եւ սկզբում երեխայի գնահատում տեղի ունենում հնարավորությունների եւ կարիքների եւ ընթացիկ դիտարկումներ եւ գնահատումներ եք անում։ Ի վերջո, ասենք, երեխան դարձավ չափահաս կամ դուք հենց ի սկզբանե գործ ունեք չափահաս մարդու հետ, որ կորցրել է որևէ մի ֆունկցիա կատարել մի գործողություն կատարելու ընդունակությունը։ Եթե օրինակ այդ մարդը ուզում է աշխատանքի տեղավորվել, էրգոթերապիստը կարող է մասնագիտորեն գնահատական տալ իր այդ դիտարկումների հիման վրա, որ այո, այս մարդը կարող է գնալ այս աշխատանքին կամ ոչ։ Այո, այստեղ հենց դուք երևի արդեն անդրադառնում եք ԲՍՓ-ի գործառույթներին, որը ես իրականացնում եմ։ Հենց այս պարագայում էրգոթերապիստի նպատակն է, որպեսզի հստակեցնել ցուցումները եւ հակացուցումները տվյալ անձի համար։ Այստեղ արդեն մենք հաշվի ենք առնում նրա սահմանափակումները, հաշվի ենք առնում նրա հիվանդությունը, հաշվի ենք առնում ախտորոշումը եւ բոլոր ախտանիշները, այդ ամենը նաեւ հնարավորությունը անպայման եւ ուժեղ կողմերը։ Հաշվի ենք առնում նաեւ այցելուի ցանկությունը, որովհետեւ շատ ժամանակ նա կարող է ունենա իր կարծիքը, իր սեփական ուժերի վերաբերյալ, որը իրոք համապատասխանում է իրականությանը կամ հակառակը չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ մենք փորձում ենք նրան ավելի մանրակրկիտ ինֆորմացիա տալ, տեղեկացնել, ծանոթացնել տարբեր մասնագիտությունների մասին, փորձել ինչ-որ փոփոխություններ մտցնել, եթե արդեն իսկ առկա է մասնագիտությունը։ Այստեղ մենք ամբողջովին հիմնվում ենք անձի բոլոր կողմերի վրա եւ նոր տալիս ենք աշխատանքային երաշխավորագիրը, թե տվյալ անձը կարող է աշխատել այս մասնագիտությամբ, թե ոչ, կամ ինչպիսի մասնագիտությամբ նա կարող է աշխատել։ Էրգոթերապիստի դերը աշխատանքային գործունեության ոլորտում կայանում է նաեւ աշխատատեղի հարմարեցման մեջ, եթե անձը ունի որոշակի խնդիրներ, անկախ նրանից դա կարող է լինել այն աշխատատեղը, որ անձը ունեցել է, եւ դա կարող է լինել նոր աշխատատեղ։ Այստեղ մենք արդեն գործ ենք ունենում ինչպես աշխատանքային վերականգնման, այնպես էլ մասնագիտական վերականգնման հետ, հա։ Եթե անձը ունեցել է մի այնպիսի մասնագիտություն, որ նա այլևս այդ մասնագիտությամբ շարունակել չի կարող, հետեւաբար մենք փորձում ենք ու արդեն իսկ արկա հմտությունները, ունակությունները, կարողությունները օգտագործելով մարդուն առաջարկել մեկ այլ աշխատանք, հա, նոր ճանապարհ, որպեսզի նա կարողանա շարունակի իր աշխատանքային գործունեությունը։ Հասկանալի է։ Մենք կրկին ունենք փոքր գովազդային դադար, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մենք խոսում ենք էրգոթերապիայի մասին, էրգոթերապիստները մասնագետներ են, ովքեր օգնում են վերականգնել մարդուն կորցրած հմտությունները, կարողությունները կամ զարգացնել դրանք, եթե ի սկզբանե չեն ունեցել որևէ հիվանդության կամ որևէ վնասվածքի պատճառով։ Զանգահարեք 54 89 34 եւ ձեր հարցին նույնպես կպատասխանի էրգոթերապիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիաննա Հարությունյանը։ Այս պահին փոքր գովազդ։ Արարատ հեռուստաընկերության եթերում շարունակվում է շտապօգնություն հաղորդաշարը, այսօրվա մեր թեման էրգոթերապիան է, էրգոթերապիստները մասնագետներ են, ովքեր սովորեցնում են կամ վերասովորեցնում են մարդկանց վերաուսուցանում այն հմտություններին եւ կարողություններին, որ ունեին կամ չունեին եւ կորցրել են ինչ-որ իրավիճակում, ինչ-որ վնասվածքների կամ հիվանդությունների պատճառով։ Մեր եւ ձեր հարցերին պատասխանում է էրգոթերապիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Մարիաննա Հարությունյանը 54 89 34 մեր հեռախոսահամարն է։ Մարիաննա, դուք նշեցիք, որ ԲՍՓ-ում, այսինքն բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում, որտեղ հենց դուք նաև աշխատում եք որպես էրգոթերապիստ, հենց այդ աշխատանքը կատարելու ունակությունը գնահատելու գործն եք նաև դուք անում։ Ուզում եմ պատկերացնել, էրգոթերապիստները միայն այն մարդկանց հետ են աշխատում, ովքեր ունեն հաշմանդամություն, թե հնարավոր է մարդը հաշմանդամություն չունենա, բայց որևէ մի ֆունկցիա ժամանակավոր գոնե կորցրած լինի եւ նորից դիմի ձեր ծառայությունը։ Էրգոթերապիստները աշխատում են առհասարակ այն մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիրներ իրենց առօրյա գործողությունները կատարելուց, կատարելու հետ կապված, այսինքն կենսագործունեության ֆունկցիաների հետ կապված խնդիրներ ունեն եւ դա պարտադիր չի որ անձը ունենա հաշմանդամություն, որովհետեւ խնդիրները կարող են լինել շատ կարճաժամկետ, օրինակ անձը կոտրել է ձեռքը, կոտրել է ոտքը եւ մենք բոլորս գիտենք որ դա երկարաժամկետ բուժման կարիք է ունենում, անգամ մի ամիս, երկու ամիս անձը ստեփված է լինում անցկացնել անկողնում եւ այլը եւ այստեղ էրգոթերապիստները կարողանում են օգնել թե ինչպիսի ճիշտ դիրք ստանալ անկողնում, որպեսզի խուսափենք վարկելախոցերի առաջացումից, ինչպես հագնվել, ինչպես կիրառել առողջ վերջույթը, այդ ամեն ինչը էրգոթերապիստի աշխատանքային մի հասարակ կոտրվածքից հետո նույնպես։ Բայց կարծում եք դիմելիությունը մեծ կլինի այս դեպքում, կարծում եմ այս դեպքում բոլորը իրենց էրգոթերապիստ կարող են համարել։ Շատ ժամանակ, բայց երբ որ էրգոթերապիստն է խորհրդատվությունը իրականացնում, էրգոթերապիստը ծանոթ է ամբողջ ոսկրամկանային համակարգի աշխատանքի հետ, եւ նա գիտի ճիշտ է, որտեղ շատ ժամանակ մեզ մոտ հայկական այսպիսի ավանդույթ էլ կա, չէ՞, միշտ հարևանն է գալիս, կողքի բարեկամն է գալիս, նրանք բոլորը սիրում են խորհուրդներ տալ, բայց էրգոթերապիստը որպես մասնագետ նա ցուցումներ է տալիս, թե որն է ճիշտ, որ պարագայում է ճիշտ, ինչը կիրառել եւ իհարկե բացատրում է թե ինչի համար։ Ցավոք Երևանում այդ մշակույթը դեռ չկա, բայց ես իհարկե հույսով եմ, որ այն շատ շուտով կզարգանա, բայց արտասահմանում դա շատ ընդունված պրակտիկա է, երբ որ այս դեպքերից հետո էրգոթերապիստը տունայց է կատարում, գնահատում է միջավայրային պայմանները, անկախ նրանից թե անձը օրինակ գիպսի մեջ մնալու է 15 օր, մի ամիս, թե 2 ամիս, այդ բոլոր գնահատումները կատարվում են եւ համապատասխան միջամտությունը ցուցաբերվում է անձին։ Այո, հետաքրքիր է, որ հենց այս պահին մի հարց ենք ստացել, ավելի շատ ոչ թե հարց է, այլ պարզապես հեղինակը գրում է, որ ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանում լսում եմ, որ խոսում են էրգոթերապիայի մասին, որովհետև իսկապես արտասահմանում այդ պրակտիկան ընդունված է եւ եթե քո ծնողի համար այնտեղ դու գտնում ես որևէ մեկին, որը պետք է խնամի այդ մարդուն, որ ծեր է արդեն անպայման նշում են շատ հաճախ, որ լավ կլինի, եթե ունենա էրգոթերապիստի մասնագիտություն։ Փաստորեն այս պրակտիկան իսկապես գործում է եւ հուսանք, որ մենք էլ Հայաստանում կկարողանանք ճիշտ գնահատել եւ ճիշտ սովորել։ Ի վերջո ձեր նպատակը սովորեցնելն է, սովորել։ Վերջում խնդրում եմ Մարիաննա ձեր խորհուրդը այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ կամ ժամանակավոր, կամ գուցե ավելի երկարաժամկետ կամ ամբողջ կյանքի ընթացքում ունենալու են ձեր կարիքը կամ այն հարազատի կարիքը, որ փոխարինելու է էրգոթերապիստին ու նաև նրանց, ովքեր կատարում են այդ գործը։ Ես կուզենամ նախ ասեմ այն անձանց, ովքեր այսօրվա դրությամբ ունեն հաշմանդամություն, որ հաշմանդամությունը դա դատավճիռ չէ։ Դա ուղղակի ձեր յուրօրինակ ապրելակերպն է եւ ես կուզենամ, որ դուք ավելի ակտիվ մասնակցեք ձեր իր սեփական կյանքում, ստանձնեք դերեր, ուրախանաք ձեր դերերով, երբեք չկճվեք, երբեք չհիասթափվեք, չմեկուսանաք, քանի որ կյանքը վերջը մեկ անգամ է ձեզ տրվում եւ ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ունի այդ ուժը, այդ ներուժը, այդ դժվարությունները հաղթահարելու եւ մենք որպես մասնագետներ միշտ պատրաստ ենք ձեզ օգնության ձեռք մեկնելու ցանկացած ոլորտում, երբ որ դուք կցանկանաք։ Ուղղակի սիրեք կյանքը եւ մասնակցեք հնարավորինս շատ այս կյանքում։
Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար Մարիաննա, մեր ժամանակը սպառվեց, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր էրգոթերապիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարիաննա Հարությունյանը, մենք խոսում էինք մի մասնագիտության մասին, որն օգնում է մարդկանց վերականգնել կյանքի որակը, պահել կյանքի որակը, վերականգնելով այն հմտությունները, որ ինչ որ առիթով կորցրել եք։ Վաղը մենք ունենալու ենք հյուր ակնաբույժ Լուսինե Թամազյան-Բեկիրսկայանն է լինելու մեր հյուրը եւ մենք խոսելու ենք լազերային միջամտությունների եւ կերատոկոնուսի մասին։ Նախապատրաստեք ձեր հարցերը, մինչ հանդիպում, առողջ եղեք։